Քիչ առաջ Փարիզում ավարտվեց համահայկական խորհրդաժողովը, որը ուղղված էր Սփյուռքի զորաշարժին։ Ժողովին շուրջ 25 երկրից 150 ներկայացուցիչներ քննարկեցին համահայկական հարցեր, համահայկական խնդիրներ, ժողովը ընդունեց մի շարք բանաձևեր եւ վերջում հանդես եկավ հայտարարությամբ, որը տեղադրում եմ այս նյութի տակ։ Այս օրերին, երբ որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը կանգնած է ծանր մարտահրավերների առջեւ, երբ որ մեր ազգը պառակտված է, նման կարգի պատկառելի լսարանով խորհրդաժողովը, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից հավաքվեցին, մեկտեղելով ջանքերը քննարկեցին մեր խնդիրները, սա ունի շատ կարևոր գործնական եւ խորհրդանշական նշանակություն։ Եվ ամենակարևորը ժողովին արձանագրվեց նաեւ, որ Հայաստանի խնդիրները դրանք միայն Հայաստանի քաղաքացիների խնդիրները չեն, դրանք ողջ հայ ժողովրդի խնդիրներն են եւ դրանք պահանջում են համազգային ու համահայկական ջանքեր այս հարցերը լուծելու համար։ Մնացածը խնդրեմ ծանոթացեք ժողովի ընդունած հայտարարությամբ եւ բանաձևին։ Լավ մնացեք, սա այն դեպքերից է, երբ որ ցանկացած խնդիր միասին կարող ենք